Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 9-ի համար։ Նաև մեկ բան եմ ուզում ասել, հարգելիներս, մեկնաբանությունները փակում եմ, ես գիտեմ ով ինչ է գրում, բոլորից շատ շնորհակալ եմ, այն ինչեր որ գրում եք ինձ, թող Աստված տասնապատիկը ձեզ վերադարձնի, յուրաքանչյուր բարեմաղթանք, այն ինչ որ կա։ Ես այս գործը անում եմ ձեզ համար, որպեսզի դուք իմանաք, թե ձեզ ինչ է սպասվելու այս կամ այն օրը։ Ես այս գործը չեմ անում, որ դուք ինձանից ինչ որ հատուկ գրառում անեք, գրեք, շնորհակալ լինեք։ Ձեր շնորհակալությունը միայն կարող եք ցուցաբերել ձեր լայքերի միջոցով, ուրիշ ոչինչ ինձ հարկավոր չի։ Դրա համար մեկնաբանությունները փակում եմ։ Բոլորիս համար այդպես ավելի լավ է։ Դուք ընդհանրապես կլսեք ձեր տեղեկատվությունը եւ կանցնեք ձեր գործին։ Ես էլ կասեմ իմ տեղեկատվությունը եւ կանցնեմ էլի իմ գործին։ Յուրաքանչյուր ալիք։ Եթե որևէ տեղեկատվությունը ձեզ հարկավոր իմ ալիքների վերաբերյալ, ոչ ժամերի վերաբերյալ, ապա դրանք բոլորը կլինեն վերնագրի տակ։ Եթե անգամ էկրանին էլ հպվեք, եթե այդտեղ ժամ կա, ապա էկրանին եւս կերևան բոլոր կենթանակերպի նշանները սեղմում եք ընդհանրապես վրան եւ ներքևում բացվում են բոլոր կենթանակերպի նշանների ժամերը։ Այնպես որ դժվարություն բացարձակապես չկա ժամերը գտնելու հարցում։ Թեկուզ վերնագրի վրա ուղղակի հենց որ գրված է օրինակ օրվա խորհուրդ, հենց դրա վրա սեղմում եք, ինքը ներքևում ամբողջությամբ կբացվի բոլոր տեղեկատվությունները, լինի դա ժամերը, լինի դա յուրաքանչյուր բան, ինչը որ ես գրում եմ։ Նաև ուշադիր եղեք, հնարավոր է մեկ-մեկ գրառումները լինեն, որպեսզի բաց չթողնեք այդ գրառումները։ Ինչ որ մլակ եկել։ Հաջողություն քեզ։ Պատուանը բաց է, ով ասես կարող է գալ ներս։ Ահա, այսքանն էի ուզում ասել տեղեկատվության համար, ով որ չի լսում դիմացը, ինչ արած, ուրեմն նա տեղեկացված չի լինի։ Լավ կլինի ընդհանրապես լսեք դիմացը։ Այսքանը եւ տեսնենք, թե մեզ ինչ է սպասվելու հուլիսի 7-ին։ 9-ին ներեցեք։ Գնանք խոյերի։ Շարունակենք։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 9-ին։ Հարգելի խոյր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, հնարավոր է պետական աշխատող է, հնարավոր է որևիցե մասնագետ է։ Նաև
զարգացում, առաջխաղացում կլինի, միգուցե ձեր գործերի վերաբերյալ են ինչ-որ պայմանագիր վերջապես կկնքեք, կամ դա կարող է լինել նաև ընտանեկան կյանքը, ընտանեկան հարաբերությունները այդպես զարգանում են, առաջ են գնում եւ երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում։ Միգուցե փակ էր ժամանակին, փակ էր եւ այդ օրը եւս ինչ որ մի բան կարող է փակ լինել, ոնց որ չի ստացվում լիարժեք անել ի վերջո մինչեւ վերջ, բայց ոնց որ մեկ ակնթարթ կարող է այն լինել։ Ժամանակին գորգրացել եք, դրա համար հիմա չի ստացվում այդ հարցին լուծում տալ, բայց մեկ էլ մի ակնթարթ հանկարծակի կստացվի ձեզ մոտ։ Առաջ խաղացում ունեք եւս ձեր գործերը այդ օրը առաջ կտանեք, կանեք, սպասում եք նաև ոչ մարդկանց կամ ինչ-որ բանի, միգուցե դա եւս կապված է գործերը առաջ տանելու հետ։ Ոնց որ սպասում եք գա, որ լիարժեք կարողանաք ամեն ինչ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 9-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը կտրուկ քայլ կարող եք անել, կտրուկ ինչ-որ որոշում կայացնեք, անսպասելի ինչ-որ քայլեր անեք, նաև ձեզ մոտ կարող է ինչ-որ անսպասելի քայլ լինի, ինչ-որ անսպասելի կտրուկ մի բան տեղի ունենա։ Նաև այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, այստեղ ավելի շատ օձերը, իրանց վերաբերմունքը ձեր նկատմամբ, դա կարող է ձեզ տխրեցնել, միգուցե իրանց վերաբերմունքը, միգուցե կծում են, վիրավորում են, այդպես։ Եվ ճանապարհ գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ այդ օրը եւ ոչ է կնոջ մասին, ոչ է տեղեկատվություն կիմանաք, բայց կամ ինքն այդպես ինչ-որ մի բան փուչիկի նման պայթեցնելու, որ բացահայտվի ձեզ համար, կամ նաեւ ձեզ փորձում է մոլորեցնել։ Լավ կին է, միգուցե դրա համար վստահում եք իրեն, բայց կարող է փորձել նա ձեզ մոլորեցնել, ուշադիր եղեք։ Կամ իր մասին նաև կարող եք ինչ-որ մի բան իմանալ, փուչիկի նման ինչ-որ մի գաղտնիք բացահայտվի իր մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 9-ին։
Հարգելի եկվորյակներ, այդ օրը գորգռում եք ձեր հարազատների վրա, ձեր երկրորդ կեսի վրա, ձեր ընտանիքի անդամների վրա եւ հետո կարող հուզվել, կարող արտասվել կամ սկզբում, այդպես հուզված եք եւ բոլորի վրա գորգռում եք։ Նաեւ ինչ որ գաղտնիք կբացահայտվի, փուչիկի նման ինչ որ բան կբացահայտվի, նաեւ դա կարող է լինել փորձում են ձեզ մոլորեցնել եւ դուք ոնց որ հասկանում եք այդ փաստը։ Եվ դրա համար գորգռում եք։ Օձեր կան այդ օրը ձեզ շրջապատում, նախանց մարդիկ, չար մարդիկ, ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կգան ձեզ մոտ, հանդիպում, շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է սա, կարող է սիրային թեմա է։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց հրավերք հարսանիքի, նշանադրության, պայմանագիր կարող եք կնքել այդ օրը։ Եվ ինչ որ գործեր են, որ առավոտից կանաք, նույն բանը կարող եք անընդհատ անել։ Եվ տատանվում եք, ծանրութեթև եք անելու ինչ որ հարցեր, որոնք որ ձեզ տանջում են, ընտրության առջև եք կանգնած, միգուցե ձեզ ինչ որ բան են առաջարկում, եւ դրա համար եք դա կարող է պայմանագիր կնքելու հետ է կապված, միգուցե հարսանիքի գնալու հետ, մի խոսքով ինչ որ բաներ են, որ տատանվեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 9-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը կամ դուք եք գնում հիվանդանոց, այստեղ բժշկական կենտրոն է, կամ կարող է այնտեղից մարդ եք բերում տուն, արդեն դուրս են գրում եւ բերում եք տուն։ Այդ օրը ոմանք կարող են աշխատանք փնտրել, աշխատանքի ընդունվել, խոսել աշխատանքի մասին, աշխատանքի վայրի հետ կապված ինչ որ հարցեր լուծել, նաեւ հանդիպել պետական աշխատողի հետ, կարող բժշկի հետ եք հանդիպում, բայց է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ մոտ, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի եւ ոմանց հրավիրեն հարսանիքի, նշանադրության, ոմանք պայմանագիր կկնքեն այստեղ, գուցե աշխատանքի հետ է կապված, ոմանց նաեւ ամուսնության առաջարկ կանեն, կամ դուք կանեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հուլիսի 9-ին։
Հարգելի առույցներ, այդ օրը լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ մոտ, ձեր տրամադրությունը բարձրացնի, նաև հեռախոսազանգ ունեք, միգուցե հեռախոսազանգն է պատճառը, նաև էմոցիոնալ կլինեք և կտրուկ քայլ կանեք, ուշադիր եղեք, կտրուկ քայլը և կարող լավ լինել և վատը, այստեղ ուշադիր եղեք, որտև էմոցիաների ազդեցության տակ եք դա անելու, ոչ թե ինչ-որ լարված կարող եք նաև լինել։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ և ոչ կնոջ նույնպես կարող եք հանդիպել կամ կարող այդ կինն է այդ մասնագետը կամ ինչ-որ մի կին է, որը այդքան էլ լավը չէ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 9-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը երկար կմնաք ինչ-որ միտեղ, ինչ-որ մարդկանց մոտ, նաև առավոտյանը կարող եք սպասել կամ ինչ-որ միտեղ եք գնում և այնտեղ երկար մնում, զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք ձեր գործերում, ձեր հարցերում այն ինչ-որ կա, բայց օրվա ընթացքում ինչ-որ մի բան փակ է չի լինում այն անել։ Ձեզ այնց է կախված, եթե ուզենաք կկարողանաք այն անել։ Եվ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 9-ին։
Հարգելի կշռքներ, այդ օրը երկար սպասված ոչ նամակ կստանաք, տեղեկատվություն, հնարավոր է փաթեթ է, փաստաթուղթ է, նաև ճանապարհ եք գնալու եւ այդտեղ անսպասելի լուր կլսեք, դրանից հետո ճանապարհ կգնաք կամ անսպասելի լուրը դա նաև որ ձեզ մոտ են ինչ-որ մարդիկ գալիս, հա, դա համար անսպասելի է։ Եվ տան հետ կապված է կամ առիթ է, տան տղամարդու հետ է կապված, կամ ինքս տան տղամարդն է գալիս, դա համար առիթ է անում, կամ գնում է, եւ դա համար առիթ է կելի անում, ճանապարհում եք, այսինքն տվյալ անձնավորությունը։ Նաև սա կա մասնագետ է, ով որ գալիս է տուն եւ ինչ որ գործեր է անում, խոսքով տուն եւ տղամարդ։ Հա, երկուսն էլ այստեղ ամեն մեկի մոտ դա տարբեր բաներ կլինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 9-ին։ Հարգելի կարիճներ, այդ օր առավոտյան ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան, հետո այստեղ վեճ կա ընտանիքի անդամների հետ, ձեր զույգի հետ իրար չեք հասկանում։ Օրվա ընթացքում տրամադրությունը արդեն կբարձրանա, արդեն լավ կզգաք, ձեզ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Մեծ նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կարող եք այցելել նաև նման կենտրոն։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ երիտասարդ տղայի հետ կամ ինքն է ձեզ նեղացնում։ Ուղղակի ձեր տղան է, արդեն են չափահաս, որ լինում են, իրենք են, չէ, որ չեն լսում եւ այլն, կարող է այդ տարիքի երեխա ունեք եւ բարկացնում են ձեզ։ Այսքանը ձեզ համար, չնայած կարող է ամուսինն էլ լինի։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 9-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ կնոջ հետ, սպասելու եք, միգուցե այդ կնոջն եք սպասում, միգուցե մեկ այլ բանի։ Օրվա ընթացքում ինչ-որ լուսավոր մի բան է տեղի ունենալու, որ ձեր տրամադրությունը բարձրացնի, եւ ինչ-որ բան է փակ, ինչ-որ մի բան չի ստացվում անել, դա կապված է ինչ-որ լուրի հետ, նաեւ ինչ-որ չափով էլ ձեզանից, թե կարողանաք արդյոք այն անել, թե ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 9-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օր առավոտյան ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Նաև երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը։ Ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, ուշադիր եղեք, ինչ-որ մի բան է փակ, բայց հետո կարողանում եք բացել, օրվա ընթացքում ստացվում է այն անել, ինչը որ չէր ստացվում առավոտյան, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Հաջողություն ունեք այդ օրը, էլի եմ շեշտում, այն ինչը որ չէր ստացվում, դա կկարողանաք անել։ Լուսավոր մի բան տեղի կունենա, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, հանդիպում, շփում կունենաք ոչ տղամարդու հետ, միգուցե ինքն է ինչ-որ մի լավ բան ասում։ Կարող է լինել պետական աշխատող, կարող է լինել նաև ընտանիքի անդամ։ Եվս լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, որ ձեր տրամադրությունը էլի եւս կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 9-ին։
Հարգելի ջրհոսներ, այստեղ օրվա սկիզբ ոչ է ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար, միգուցե հիվանդ եք խնամում եւ չեք կարողանում դուրս գալ եւ կամ պարկած եք կամ ուշ եք արթնացել եւ ելք եք փնտրում, որ ճիշտ ժամին էլի նույնիսկ գնանք տեղ հասնենք, ոնց որ հասցնեք։ Գործերը հնարավորինս այդ օրը առաջ կմղեք, ինչքան հնարավոր է։ Օրվա ընթացքում խոչընդոտներ կան, բայց դրանք պետք է կարողանաք հաղթահարել եւ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 9-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու եւ ինչ-որ հաջողությամբ կանցնի այդ սեղանի շուրջ նստած այդ իրավիճակը, նաեւ հաջողությամբ կընթանա, հա դա, նաեւ նոր դռներ են բացվում ձեր առջեւ, հաջողություն ունեք, ինչ-որ բաներ կկարողանաք անել այդ օրը, միգուցե սեղանի շուրջ նստած ինչ-որ պայմանագիր եք կնքում եւ այլն, դա կստացվի։ Անսպասելի կտրուկ քայլ կանեք այդ օրը, անմտածված, միգուցե նաև ձեզ մոտ ինչ-որ անսպասելի մի բան է տեղի ունենում։ Նաև գործերը կփորձեք որքան հնարավոր է այդ օրը առաջ մղել, հանդիպում շփում կունենաք ոչ է տղամարդու հետ, երիտասարդ տղայի իհարկե, միգուցե նաև նոր ծանոթություն է սա։ Օրվա ընթացքում ձեր գործերը եւս կզարգանան, առաջ կգնան, բայց վիճում եք ինչ-որ մեկի հետ քնելուց առաջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։